Հետ գնալուց զենքս իմ չէր աշխատում, չէր կրակում։ Գնացի առանձին մի յանի վրա գնացի, որ զենքս քանդեմ նայեմ, մեկ էլ մինոմյոտի ձենը լսվավ, կրակոցը։ Ընկավ ինձնից մի մոտավոր մի 30 մետր կողք էր ընկել, տվեց ինձի վալնան շպրտեց մի յանի վրա, 7 մետր շպրտել եմ մի յանի վրա, էլի։ Հազիվ այտենց քայլելով 3 կիլոմետր գնացել եմ, որ ինձի օգնեն։ Ասխիկ հայրիկս եկե երկու անգամ կողովս անցել է, չի ճանաչի ինձի։ Անճանաչելի է։ Այո։ Ես ուզում եմ այդքան, որովհետև այնտեղ լիքը ընկերներ ունեմ կորցրած, լիքը ընկերներ ունեմ չգտնված։ Հանուն իրանց համար ես կետ եմ։ Ես մինչև հիմա էլ արդեն գիշերը ուշ եմ քնում, լուսադեմ նոր քնում եմ, ամեն քնելուց ես երազ եմ տենում, այդ իմ վիրավորվելը տղաներն են աչքիս առաջ գալիս ու չեմ կարող քնեմ արդեն։ Ստեից մտել է, խփել է հետևի այս աշկի ոսկորների ջարդատը, մտել է գլխի մեջ։ Հերոս տղերքը մեջ, երամված ուխնի մեջ, զովել չկա տղեք, կրվի ժամի Բարև ձեզ, իմ անունը Արգամ է, Կարեն ջան դու ես, ոնց ես ցավտան։ Լավ, ցավտ։ Լավ ես քեզ զգում։ Նորմալ էլի։ Ազդրվում ես։ Հա, մանրից։ Կարմրեցիր տնաշը, միշտ ես ամաշկոտ։ Չէ, Միշտ է կարմիր։ Ոչինչ որ մենք կոշիկներով ենք։ Ոչինչ։ Այ ես ինձ թվաց հարևանն եք, բարև ձեզ, իմ անունը Արգամ է։ Հա, հաճելի է շատ։ Լավ եք։ Կարեն ջան ոնց ես։ Լավ, մերսի, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ, տրամադրվածություն ոնց է։ Նորմալ։ Կարեն ջան, պատերազմ մասնակից է։ Այո։ Վիրավորում է ստացել։ Այո։ Աչքդ չի տեսնում, աչ թե ձախ։ Ձախ աշկս չի տեսնում։ Ձախ աշկդ չի տեսնում։ Կխնդրեմ մանրամասն սկսենք սկզբից, լավ։ Որտեղ էր կռվում, ինչքան ժամանակվա ծառայող էր, ինչպես վիրավորվեցիր։ Ես վայքում եմ ծառայել, այդտեղ պատերազմից արդեն սկսելուց մի 2 օր առաջ մեզի տագնապով տարան վայքի անտառները։ Տարան ինձ մոտավոր մի 5-6 օր մնացել ենք այդտեղ։ Մեզի մեր կամպատը եկավ ասեց, որ եթում ենք Ջաբրայել, տղաներ, ձեր վիճակը ոնց է տրամադրվածությունը։ Ասեցինք շատ լավ, մարտական էլի, ոնց կա։ Բա լավ, տղաներ, չվախենաք, եթում ենք։ Գնացինք Ջաբրայել։ Գնացինք Ջաբրայել, մնացինք Ջաբրայելում մի 2 օր։ Հոկտեմբերի 7-ին վիրավորվել եմ մինոմյոտի խփելուց, հետ նահանջ տալուց արդեն վիրավորվել եմ։ Ու տենց Հիշում ես վերջում պահը։ Ինչը։ Ոնց վիրավորվեցիր։ Պատմես։ Հետ գնալուց զենքս իմ չէր աշխատում, չէր կրակում։ Գնացի առանձին մի յանի վրա գնացի, որ զենքս քանդեմ նայեմ, մեկ էլ մինոմյոտի ձենը լսվավ, կրակոցը։ Ընկավ ինձնից մի մոտավոր մի 30 մետր կողք էր ընկել, տվեց ինձի վալնան շպրտեց մի յանի վրա, 7 մետր շպրտել եմ մի յանի վրա, էլի։ Հետո տենց հելել եմ, էլ ոչ մեկի չեմ տեսել։ Աշկս չէր տեսնում, այդ վաղ երկու աշկս չէր տեսնում, ահուն էր գալի։
ականջս չէր լսվում ու տենց սախ վիրավոր է էլի, տենց ասկոլկա կա ձեռիս ոտերիս վրա, հազիվը տենց քայլելով 3 կիլոմետր գնացել եմ, որ ինձ օգնեն։ Մի հատ տղա կար, իմ վաշտից էր, Գրիգ էր անունը։ Գրիգն է ինձ օգնել, տենց 3 անգամ ուշքս գնացել է։ Ինքն է բերել ջուր լցել, տենց որ ուշքի գամ, հանգարցակի չվատանամ, էլի։ Այնտեղ գնալուց արդեն 2 հատ նայոմնիկ կար։ Իրանք եկան օգնեցին մտան թևիս տակ, ավտո էր անցնում այդտեղով, պատրիոտ էր մի հատ կանաչ գույնի։ Կայնացրեցին, նստեցրեցին ինձ ավտոմեքենան ու տարան տեղի հոսպիտալը։ Տենց մեկ սարքած մի հատ հոսպիտալ ունենք ներքևը զինվորների համար։ Տարան ինձ իջացրին այդտեղ, առավոտ բալուսով եկան ինձ տարան արդեն հոսպիտալներ էլի։ Այսինքն երբ տեղափոխվեցիր արդեն հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 7-ին վիրավորվել եմ, հաջորդ օրը Երևանում էր։ Հաջորդ օրը Երևանում են ինձ բերել։ Շատ լավ, ծնողներն ինչպես իմացան վիրավորվել ես։ Գիտակցություն տեղն ա եղել այսինքն։ Հա, գիտակցությունս տեղն ա եղել, հոկտեմբերի 8-ին արդեն որ գալիս էի, ոչ մեկի ծնողներից չի ասի, իմ հարազատներին ոչ մեկի չի ասի, ես որ եթում եմ Ջաբրայել։ Վիրավորման վաղտ արդեն հետ գալուց բուժքույր ունենք, այդտեղ ավտոյի մեջ է ու ազիկի մեջ է 4 հոգի ենք, էլի ամեն մեկս մի հատ վիրավորվածություն ունենք։ Բուժքույրը ինձ ասեց զանգել ես ծնողներիդ, ասեցի չէ։ Ասի չեմ ուզում իրանք իմանան, որ ես վիրավոր եմ, էլի։ Գնամ ես հիվանդանոց, նոր իրանց կզանգեմ, կասեմ, որ ամեն ինչ նորմալ է։ Ջղայնացավ բուժքույրը, ասեց զանգի ծնողներիդ, ասա։ Զանգեցի հայրիկս ասեց արդեն ես վայքի ճամփին եմ, գալիս եմ քեզ տենամ, ասի բաբջան չես կարա տենաս, որովհետև ես վայքում չեմ, Ջաբրայիլում եմ։ Ինձի հիվանդանոց այդտեղ Մուրացանում են եկել ինձի տեսե։ Մուրացան դեմից վերեցին Մուրացանից տարել են Ասխիկ, էլի։ Ասխիկ հայրիկս եկել 2 անգամ կողովս անցել չի ճանաչի ինձի։ Անճանաչելի է։ Այո։ Տենց միջև հազիվ կարացա ոտիկային եմ։ Այսինքն ծնողներիդ հանդիպումը եղավ Երևանի հոսպիտալում։ Երևանի հոսպիտալում ա եղել։ Իսկ պատերազմի օրերին ինչ հաճախականությամբ էր կարող կապ հաստատել ծնողներիդ։ Ես չէի կարող կապ հաստատել, որովհետև այնտեղ հեռախոսները քիչ էին, զայատկա չկար հեռախոսների մեջ ու չենք կարող էլի։ Վերջի անգամ գալուց, որ արդեն գնում էինք Ջաբրայել, նոր կարողացել եմ կապնվեմ ամայի հետ, ասել եմ հայրիկս ոնց է, ասել է ինքը գնացել է Ջաբրայել, ասել եմ դիչ թողեք, որ ինքը եթար, հարցել է քո մոտ ամեն ինչ նորմալ է, ասել եմ հա, նորմալ է ու էդ է եղել իմ խոսալը։ Հայրդ էլ պատերազմին մասնակցել է։ Այո։ Այսինքն ժառանգել ես այդ հայրենասիրությունը շրջափոխ հայրիկիցս նաև, հա։ Հաստատ պատմություններ ես լսել տարբեր եւ այլն։ Իսկ պատկերացնում ես առհասարակ այդ պատմությունները լսելով, այդ ֆիլմերը նայելով պատերազմների մասին, հա, դու իրական կարող ես պատկերացնել, որ պատերազմը իրականում այդ կարգի դառնա։ Չէ, ճիշտը որ ասեմ, ես չէի պատկերացնում, որ sense բան կլինի, այս ձևի պատերազմ կլինի, բայց ասում են միջև քո աշկով չտենաս չես համոզվել, էլի։ Ես տեսա, համոզվեցի, որ вообще լավ բան չի պատերազմը։ Իսկ պատերազմը ինչ փոխեց քո մեջ։ Պատերազմը ոնց որ ինձ էլի դուխա տալի, որ էլի պատերազմ սկսի, էլի կուզեմ այդքան պատերազմ։ Չհաշված իմ աշկը, ես չեմ էլ կարելի ասել կեթամ, ամեն դեպքում կեթամ ես։ Ես ուզում եմ այդքան, որովհետև այնտեղ լիքը ընկերներ ունեմ կորցրած, լիքը ընկերներ ունեմ չգտնված։ Հանուն իրանց համար ես կեթամ։ Պատերազմը ինձ դուխ տվեց, մեծացրեց, ավելի մեծացրեց էլի ինձ։ Ես միջև պատերազմը այդ ձևի չէի մտածում, այդ ձևի չէի ապրում, բայց հիմա լրիվ ուրիշ ձև եմ ապրում։ Ընկերներ շատ կորցրեցիր։ Լիքը ընկերներ եմ կորցրել։ Աչքիդ առաջ մահացան զոհվեցին։ Աչքից առաջ մահացան, կողս մահացան, բոլոր տեղերը մահացել են ընկերներս։ Այ ինչպես են տղաները, դու տղաները առհասարակ ովքեր այնտեղ էին, հա, այդ ընկերոջ մահը մարսում ու շարժում առաջ, այսինքն գիտակցորեն դու պետքա կարողանաս այնքան ուժեղ լինես, որ սառը դատես այդ պահին, որովհետև հաջորդ պահին է զգոնություն պարտադիր է ու բառի իմաստով հաջորդը կարող ես նաև դու լինես, այսինքն ինքնապաշտպանական ռեակցիան պետքա գործես տա նաև։ Ինչից էիք ուժ վերցնում։ Տղաներին տեսնելով բոլորը արդեն դուխ էին հավաքում, որ գնայինք առաջ վերցնենք թուրքերից այդ հողերը։ Այդ տղաները սա
դուխ հավաքած այդում են առաջ, իրանք մտածում են իրենց տնեցիքի մասին, բոլոր ժողովրդի մասին, հանուն ժողովրդի համար բոլորը գնում կռվում են։ Այդ է եղել, սա բոլորը իրար օգնելով, իրար հասնելով, վիրավոր վաղ ամեն մեկը իրանց օգնելով, հենց այդում ենք առաջ, մտածում ենք մեր բոլոր ծնողների համար, բոլոր ընտանիքների։ Այդ միասնականությունը այսինքն կար տղաների։ Անպայման։ Մեկը մեկով։ Մեկով իրար օգնում, հասնում, ինչով կարողանում իրար օգնում ենք։ Իսկ ամուր թիկունքը զգում էիք։ Այո։ Մենք զգում ենք զգացնել դալիս։ Զգում ենք, որ պետք է գրեինք մեր մեջքի հետևում գիտենք, որ մեր ֆիլդայինները կային, մեր տես ուժեղ մեծ մարդիկ էին գալի, էլի, որ ճիշտ ասեմ, գալիս օգնում, կռվում ենք իրար այդ էր։ Ինչ նպատակներ ունես, Կարեն։ Նպատակներ ունեմ, սովորեմ։ Ինչ ես ուզում սովորել։ Ուզում եմ իրավաբան լինեմ, կարողանամ էլի ինչ-որ մի բան անեմ, աշխատեմ։ Ինչ նախանգարում։ Իմ աշկս չեմ կարող այդտեղ մի երկու տեղ էլ տենց դիմել եմ, չեն ընդունել, տենց ուզեցել եմ սովորեմ, չեն ընդունել, էլի ասել ինչ ես կարա։ Վարչությունում, 10-րդ վարչությունում, ոստիկանություն։ Այսինքն ուզում ես ոստիկան դառնալ։ Այո, միջև բանակ գնալս էի ուզում գործերս տայի, գայի արդեն որ ընդունվեի, այն էլ չստացվեց, էլի։ Հասկացա։ Իսկ բացի գործնական առումը, հա, կյանքում ունես կողակից, ընկերուհի կամ չգիտեմ։ Սիրած աղջիկ ունեմ, բայց ընկերուհի ճիշտը որ ասեմ ոչ, էլի։ Սիրած աղջիկ ունեմ։ Հեռուց սիրում ես, թե շփվում ես։ Շփվում եմ հետը։ Ահա։ Լուրջ ինչ-որ բաներ սպասենք։ Սպասեք, անպայման, միանշանակ։ Շատ լավ, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրիս պարտնա պատերազմից հետո շատ սերունդներ տալ։ Անպայման։ Իսկ ձեր դերակատարումը այդ ամեն ինչից, ասում հերոսներին չէ՞ ծնվում։ Այդ ամեն ինչի դերակատարումը ձերը պետք է ամենամեծը լինի։ Համաձայն ես։ Անպայման։ Հոգեբանական վիճակը ինչ փուլում է Կարեն։ Հոգեբանական վիճակը շատ տղաներ գիտես, պատերազմից հետո տեսիլքներ, մրցավանջներ, քեզ մոտ եղավ այդ этаպը եւ եթե հա հիմա ինչ վիճակում։ Ես միջև հիմա էլ արդեն գիշերը ուշ եմ քնում, լուսադեմ նոր քնում եմ, ամեն քնելուց ես երազ եմ տենում, այդ իմ վիրավորվելը տղաներն են աչքիս առաջ գալիս ու չեմ կարող քնեմ արդեն։ Դրանից էլ вообще չեմ կարող քնեմ, ոնց հելնում, սա գիշեր տնով մեկ ֆռում գնում նստում եմ, էլի չեմ կարող նոր ոնց հազիվ ժամը տենց 9-ի կոմերը նոր կարող եմ մի ժամ աչք կպցնեմ։ Հոգեբանների հետ աշխատել ես։ Հոգեբանի հետ աշխատել եմ, ասելա քո մոտ նորմալ է, էլի ասելա բանակից ով գալիս է տենց պատերազմից, նույն վիճակում եք լինում, կանցնի։ Իսկ ցանկություն ունես էլի շարունակելու այդ զրույցները հոգեբանական հոգեբանների հետ։ Իսկ այդ հոգեբանները չի աշխատում են քեզ հետ։ Չէ։ Ի՞նչն է պատճառը։ Հիվանդանոցներ տրամադրում։ Հիվանդանոցներ տրամադրում, հիմա չկա էլի այդ հոգեբանը։ Շատ լավ, մենք մեր հաղորդման շրջանակներում Կարեն ջան կփորձենք այդ հարցը լուծենք եւ շատ հոգեբան աջակիցներ կան, ովքեր ցանկանում են կամավոր տարբերակով անվճար, որովհետեւ նույնիսկ ամոթ է այդ թեման խոսել, որ զինվորի հետ զրուցելու համար պետք է հոգեբանը գումար վերցնի։ Շնորհ ցավոք սրտի մեր իրականություն կան նաեւ այդ տեսակները, Կարեն ջան։ Բայց քանի որ մեր հաղորդումը նայում է շատ սրտացավ մարդիկ զինվորների նկատմամբ, մարդիկ ովքեր տիրապետում են այդ մասնագիտությանը, պատրաստ են կամավոր հիմքերով ուղղակի իրենց օգնությունը այդ տարբերակով փորձել օգտակար լինել, այնպես որ անպայման կփորձենք այդ հարցը լուծել, լավ։ Եվ շնորհակալ եմ իրականում այդ մարդկանց, որ զինվորի կողքին են։ Դա շատ կարևոր է եւ ինչ որ թուղթը չի գերակշռում նրանց մոտ, նրանց կյանքում, այլ բանականությունը եւ խիղճը եւ հայ տեսակը առաջնորդում է նրանց, շնորհակալություն շատ, որովհետեւ ամեն մեկը Կարեն ջան գիտես, ով ինչով կարողանում է։ Հիմա դրամական ամեն մեկը չունի այդ հնարավորությունը։ Մեկը ունի մասնագիտական, մեկը ունի բժշկական առումով, հա, փորձում աջակցի։ Իսկ ինչի կարիք ուներ այնտեղ հայ զինվորը։ Զինվորի տեսանկյունից, եթե նայեք։ Զինվորը այնտեղ ուներ սննդի կարիք։ Ձեզ մոտ կար խնդիր։ Մեր մոտ սնունդը տենց մի երկու անգամ ենք եր այնտեղ 3-4 օրվա մեջ։ Մենք Ջաբրայել 3-4 օրվա մեջ երկու անգամ սնունդ ենք երել։
Այսինքն խնդիրը տեղաշարժման խնդիրը մեջ էր, այսինքն մեքենաներ չէին կարող գալ, մեքենաների հենց այդ սնունդը բերելու հարցն էր, էլի, որ նրանք որ գային կխփեին մեքենաներին։ Տակ այդ այն։ Բայց մնացած տեղերում ինչքան որ լսել եմ նորմալ է եղել, խնդիրը հենց ձեր մոտ է եղել, որովհետև դե պատկերացնում ենք իրական, որ պատերազմում ամեն ինչ այնտեղ չգիտեմ, ինչ-որ խնդիրներ ամեն դեպքում կարող են լինել։ Իսկ զինվորը ով ատամները սեղմած կյանքը մի կողմ դրած կռիվա տալիս ինչ-որ տարածքի համար, հողի համար եւ անդադ գաղափարներ հաղթելու ենք եւ լինում է ինչ-որ մի հատ վիճակ, որը հիասթափեցնում ամբողջ մի ազգի։ Դու ինչպես տարար այդ նորությունը եւ որտեղ էր երբ որ իմացա որ պատերազմը ավարտվել է, բայց ոչ իօգուտ մեզ։ Ես ստեղի արդեն վիրավոր տանն էի, էլի տես լավ վիճակի մեջ չէի։ Մեկ էլ ինձ ասեցին որ ավարտվել է, ստորագրել են թուղթը, սա հողերը տվել են։ Ճիշտը որ ասեմ չհավատացի, ես էս զարմացա։ Մենք գնանք այդքան կռիվ անենք, մի ստորագրությամբ տան այդ հողերը։ 3 պոստ ենք վերցրել տեղ Ջաբրայիլում։ Բայց հիմա արդեն էլ մերը չի, էլի, ինձ անհավատալի է, սաղ տղաները գնացին տեղ զոհվեցին, ու հիմա այդ հողերը տվել են, էլի։ Իսկ այս ընթացքում կան մարդիկ, ովքեր, չգիտեմ, իրենց մարդկությունը ցուցաբերել, եկել են քեզ տեսակցելու, ինչ-որ չափով օգտակար են եղել քեզ։ Այո, մարդիկ եղել են, որ ինձ օգնել են, այնց փողի հարցում, սննդի հարցում, այնց հարցերում եկել օգնել են, էլի, տեսել են, օգնել են։ Շնորհակալություն նաև այդ մարդկանց, որովհետև զինվորներին ուշադրություն իրական մեծ ընթացքում պետք է տալ ամեն կերպ։ Եվ իրական շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր իրենց սրտացավությունն են ցուցաբերում, ով ինչպես կարողանում է, էլ եմ ասում։ Եվ նույնիսկ շոկոլադ վերցնելը եւ գնալ զինվորին տեսակցելը, հավատացեք, զինվորների համար շատ մեծ կարևորություն է, որ ինքը ուղղակի իրեն գնահատված է զգում։ Շնորհակալ եմ իրական բոլոր բայ մարդկանց, ովքեր զինվորի կողքին են եւ աջակցում են ինչով կարողանում է։ Եվ մեր հաղորդումն էլ բարի մարդիկն է ամեն ինչպես ասացի Կարեն ջան, եւ փոքրիկ բյուջե ենք ստեղծել, որը բաժանում ենք մասերի եւ փորձում ենք ամեն զինվորի այցելելիս տրամադրել տղաներին եւ ընտանիքի բեռը ֆինանսական շրջապով թեթևացնել։ Շնորհակալությունս հայտնում եմ նաեւ Դիանա Սիմոնյանին, ով հաղորդման առաջին օրվանից մեր կողքին է։ Եվ եթե դեմ չես, ուզում եմ այդ նվերը տրամադրել քեզ եւ խնդրում դա դիտարկի որպես նվեր, դա շատ կարեւոր է, որովհետեւ այս օրերին զինվորը ունի նվերների կարիք, ուշադրության կարիք եւ զինվորին օգնություն տալ հասկացություն ես կոնկրետ սխալ եմ անցալում։ Այնպես որ դա նվեր է, որը որպես կոմից կամ նվեր կառնես քեզ հա մի հատ լավ որ մեզ կհիշես կամ քո ծախսերի վրա կօգտագործես եւ հուսամ եմ շրջապով օգտակար կլինի լավ։ Կանջան խնդրում եմ ընդունիր եւ շնորհակալ ենք քեզ որ բոլորս փոխան այնտեղ ես եղել քո ընկերներիդ միասին եւ նեղություն ենք խնդրում որ տեսել ես ամեն ինչը որ հետ կա թողել քո կյանքում անդառնալի ու այդ օրերին բնականաբար զինվորի ընտանիքը շատ դժվար կացության մեջ էր շատ դուք այնտեղ եք տեսնում եք որն է ճիշտը որը սխալը ինձ մենք այնպեսի նորություններ ենք լսում որ չգիտենք իրական ինչ այնտեղ կատարվում նմանդ լսում ենք դավաճանությունների մասին հա եւ այլն եւ եթե դեմ չես կուզեմ ծնողներից վեցը մեկը միանա մեր խոսակցությանը որպես հասկանանք նրանք ինչ գերբնական ուժով կարողացան այդ օրերը հաղթահարել այո անպայման հայրիկը ով պատերազմների հարցում փորձ ունի միանաք մեզ Արսեն ջան զինվորի հայրն եք եւ ասում եմ որ ամեն ինչը սկսվում է ընտանիքից դաստիարակությունից եւ այդ նույն հայրենասիրությունը որ 18-ից 20 տարեկան տղաները իրենց դիրքերը չլքեցին մինչև վերջ մնացին հանուն գաղափարի հանուն գաղափարախոսության բնականաբար այդտեղ մեզ լիակատար ունեք նաեւ դուք եւ այն ամենը ինչ ինքը ստացել ընտանիքից հա այդ օրերին իրականում այլ բան է երբ որ դու ես այնտեղ լինում եւ այլ բան է երբ որ զավակ ես ունենում առաջնակցում արդեն ծնողական էմոցիաներն են խանգարում որովհետեւ զինվորը հիմնականում իր կյանքը կոդրած կռվում է դա դուք կարծում եմ բոլորիցս լավ գիտեք ուրեմն ես դե ասեմ ես իրան ես դե 91 թվականից մասնակից եմ պատերազմի ուրեմն ես ոչ թե ամսով կամ 2 ամսով 6 ամիսը մեկ էի գնում գալի ես ճիշտ ասած ես սպեցիալիստ եմ
ռուսական բանակի տանկի մեխանիկ եմ։ Ես ունեցել եմ 4 սատ անձամբ տանկ, մենակ ես, մի հատ հերոսի շիլկա, բեկալած թուրքերից։ Շիլկի վրա էլ կարամ ասեմ հենց հիմա Շիլկեն որն է։ Որ սամալյոտ աղբուն 4 ծվոլ։ Ադրբեջան գայրաման։ Վրեն գրատայեսի ես կյանքում չեմ մոռանա։ Ուրեմն էսի վեկալել ենք, կարամ ասեմ, որտեղից ենք վեկալել։ Կարծում մանրամասն պետք չի, որտեղ ռազմական գաղտնիք ամեն դեպքում։ Չէ, դե հիմա էսի բանը վերջը ես իրան իմ հոգով եմ դասիրակյա իմ տղան։ Ինքը որ բանակում էր, ես իրան բացատրում էի, որ հելնում էր պոստեր, դե զանգում խոսում էինք, հերու տղա։ Ասում է ես ընս կանեց, հանգարց ոչ մեկից ոչ մի բան չպատահի։ Որ ամսի 27-ին պատերազմը սկսեց, դե ես չէի կարա մնա այդ տունը։ Տղես բանակում է, ես մնում եմ ինչ անեմ։ Վերջ ամսի 29-ին ստեից գնացինք 100 հոգով։ Կամավոր։ Ուրեմն մենք համարը նույն տեղում ենք էլ է, ես ու տղես։ Բայց չեք Ես գնդի մեջ եմ էլ է, Ջավրայելի։ Ինքը կողս է, հանդե մատուր կր, մատուրում այլ է։ Մատուրի կողքն է էլ է։ Բայց չենք տեսե իրար։ Հետո անենց ստացվա, որ նահանջ տվեցին։ Վերջը, ես եկա հասատում։ Մի կերպ։ Կրակում էին։ Դե բանում Ջաբրայելում։ Չէ, Ջաբրայելից հետո են Կուբատլու։ Սմեր չխփեց։ Ուրեմն լավ ավտոյից մի քիչ հեռու տրակեց, բայց տվեցինք 3 հատ զոհ, 2 հատ վիրավոր։ Այստեղ մի կերպ եկել ենք, հասել ենք տունը, այստեղ հարևանները, որ այստեղ էին, ասում էին, ասեն, ես ինչ է վիճակդ։ Ոնց որ հողի տակից մարդուն հանես բերես։ Այստեղ, սենց եկա տուն, մի օր երկու օր մնացի տնամ, հելա այստեղ ընկերներիս մոտ սիրտս սենց գնում գալիս է, էլի։ Դու մի ասա, դեպք կա պատահ է, բայց մենք չենք իմանում, երեխան վիրավորվել է։ Բաժանաղս եկավ, ասեցի Կարեն ջան, բանանենք գնանք մի հատ վայք էլի, երեխուն եմ ուզում տնամ, լավ բաներ չեմ մտածում, ասես գնանք, չհասած ես, տեցի կռուկ, կինը զանգել, ասեց երեխան զանգել է, ասել է լավ եմ, դու մի ասա, վիրավոր ասել է լավ եմ, ասեցի բանը տուր խոսեմ մի հատ, ես համարով ես հետ զանգեմ խոսանք, զանգեցինք, ասեցի Կարեն ջան, ուզում եմ գամ վայք, աղբերս, մոտդ, ասես պապ, դու չես կարա հասնես ընդի, նո ստե իմացենք, որ արդեն ստե չի, դե արդեն, դե որ իմացա վիրավոր է, չէի կարող խոսայի, բաժանաղը սկսեց խոսել, մի քանի անուն տվեցինք, դե ընդեր իրան չէին թողում, որ ասային վիրավոր ենք, վերջի անուն տվեցինք, ասեցինք կա Ջաբրայելում ես, ասեց հա, սենց հարցերով ենք էլի արդեն բանանում, ասինք վիրավոր ես, ասեց հա, ասինք բերում են, ասեց հա, վերջ է։ Բայց գիտեք ինչ վիրավորակում է։ Չէ, չենք իմանում։ Դա ավելի վատ է, չէ՞, որ չգիտես ինչ վիրավորում է։ Բայց այստեղ արդեն հարևանները գիտեն ինչ վիրավոր է։ Այսինքն վիրավորումը միայն աչքի շրջանում է։ Չէ, ոտերով, դոշով, բերնից են ասկոլ կհանը։ Ամբողջությամբ բեկորապատ է։ Իրան սեն չեմ, իրան մերկ են բերել, ընդհանրապես։ Ոտերը սետ կայել է։ Վերջը, սենց եկանք հետ արդեն ոնց որ գժված, ընգել եմ հիվանդանոցներ արդեն ման եմ գալի, երեխուն, բայց իրան հլը չեմ բերել,
Բաջանարս ասում է Արսեն, ես ինչ լավ քեզի, ասում եմ Կոջան, չգիտեմ, երեխուն եմ ման գալի ես։ Չէ, ժամը 5-ի կոմերը կապնվան գոսպիտալ, Սիսյանի։ Կապնվան գոսպիտալ, ընդ զանգեցինք, ասեցին կեշիշ մարդ ճանաչում եք, ասեցին հա, ասեցին մի հատ տեղեկություններ էլի գոնամեզի, ասեց բա ինքը ծանր վիրավորան ներքին օրգաններն է, խափեցին ստե մեզի։ Ստե արդեն վաբշե անջատվեցի, ճիշտն ասած։ Բաջանարս ասեցի, քշի գնում ենք հասնենք Սիսյան։ Ինչո Սիսյան։ Խի Սիսյան։ Որ երեխուն ընդ օպերացիա են անում։ Այսինքն դեռ Կարենը չի եկել, Երևանում չի։ Չէ, Երևանում չի, հա։ Ահա, հասկացա։ Ինքը իրիկունն է եկել։ Հա, երկան նոր տեղափոխել է Երևան, ահա։ Վերջը։ Այստեղ որ մեզի խափեցին 4 հատ սկորի ավտոներ, ես տեսա էլի Արտաշատով արդեն գալիս էին։ Մենք հասանք Եղեգնաձոր, ավտոմobili заправка ունեինք։ Ուրեմն զանգեցին ինձ։ Զանգեցին, ասեցին բարև դες, ասեցի բարև, ասեց Արսենի հետ ենք խոսում, ասեցի հա։ Ասեց ձեր երեխան գտնվում է հոսպիտալում։ Ասեցի ոնց, ասեց հա։ Ես Բաջանարս ասեցի Կոջան, թեքվեցինք հետ են գնում։ Բա ինչ այլ է, ասեց երեխուն հասցրել են հոսպիտալ։ Ուրեմն հետ գալուց անցավ մի 15 րոպե թազա զանգեցին ինձ։ Չնայած ես արդեն ինձ զանգեցի ինգերներիս, ասեցի մի հատ մտեք հոսպիտալ, երեխուն բերել են արդեն։ Մի հատ տեսեք։ Վերջը։ Թազա զանգեցին։ Մի հոգի էլի ասեց, թե երեխան գտնվում է Աշխիկ բժշկական կենտրոնում։ Ասենք լավ, գնում ենք Աշխիկ, գիշերվա ժամը, ուրեմն 2 ժամում համարյա գնացել ենք Եղեգնադոր հետ ենք եկել, Սամալյոտի նման։ Մտանք Աշխիկ բժշկական կենտրոն, ուրեմն վիրավորները շարված են, պարկած։ Ես իմ երեխուն չճանաչա։ Այս նկարը տունը պատերնի, հեռախոսի մեջ է այս նկարը, բայց երրորդ օրվա նկարը։ Առաջին օրը առասարակ ընդհանրապես։ Առաջին օրը вообще դեմ չկար, Վերջը, սենց ֆրաց, 2 կրուկ սենց ֆրաց, ասեցի, իմ երեխին ստե չի։ Մեկ էլ Բաջանարս ասեց, արսես երեխեն։ Ես նայեցի, լաց տվեց վրես արդեն։ Մենակ հիշում եմ, որ Գիտակցություն տեղներ։ Հա, Կարենում Իվան ասեց, պապ հասար ընձի, ասեցի հա տղես։ Վերջը, ծրանից հետո սկսեցինք բուժումներ, մուժումներ, էշանային, վերջը, դե ստուգեցին աշկը, գնացի բժիշկին ասեցի, բժիշկ ջան, երեխուս աշկը կտենա, ցավը տանա, մի բան արեք, էնի։ Ասեք չեմ կարող ասեմ, գլխավոր ճիլը կտրատա։ Մեկ էլ են ցանցը ինչը։ Վերջ։ Ստրանից հետո ուրեմն մի քանի օր անցավ, մի շաբաթ անցավ, դե ասպոլկեքը երեսի, բերնի, չշի վրի ասպոլկեքը չեն անե։ Մի շաբաթ հետո բժիշկը ասեց, պետք է օպերացիա ունենք։ Պետք է հանենք էլի ասպոլկի, չէր կարող տրամեր, որ տրամում էր, չէ, սոգ էր մենակ խմում, ասպոլկին չէր թողում։ Որ հատվածում էր, այսինքն ծնոտի, այդի վրա, հա։ Վերջը, 7 ժամ օպերացիա արեցին երեխուն։ Սրանից հետո համոզվելու համար, որ երեխու աշկը չի տենում, գնացինք Մալայան, բժշկական։ Ուրեմն դել տարա դռիվ ստուգել տվեցի, ամեն ինչ արեցի։ Ասեցին, մենք ձեռներներս պարզում ենք վերև, չենք կարող։ Այսինքն խնդիրը ինչումն է կոնկրետ։ Խնդիրը կոնկրետ ասեմ հիմա։ Ուրեմն իրանք էլ չեն իմանում, ասկոլկեն որ կոմովա մտ է։ Բայց ես ինչ-որ մի բան
հասկանում եմ, էլի, ասկուլստը մի հատ ծակել է իրա, ստեյով ամտե ասկուլկին։ Ուրեմն խփել է, ուրեմն բժիշկներն են զարմացել, որ իր աշկը իրա վրա է։ Ստեյից մտել է, խփել է հետևի այս աշկի ոսկորների ջարդատը, մտել է գլխի մեջ։ Այսինքն հիմա գլխում է։ Գլխի մեջ է։ 1.6 մմ։ Երջաթաղանթն էլ է վնասված է։ Երևի։ Շատ լավ, այսինքն Հայաստանում հնարավոր չի ինչ-որ։ Հայաստանում հնարավոր չի։ Տեսության հետ կապված մենք փորձ ունենք եւ կան կլինիկաներ Գերմանիայում կոնկրետ, որտեղ մենք փորձ ունեցանք ուղարկել զինվորներից մեկին եւ բարեբախտաբար շուտով զինվորը կտեսնի երկրորդ այցելությունից հետո։ Փորձենք նաեւ թարգմանել թղթերը զինվորի եւ ուղարկել այդ կլինիկաներ եւ առցանց հասկանալ թե կկատարվի նմանատիպ վիրահատություն, թե չէ, թե հավանականություն լինի ինչ-որ բան փորձենք օգտակար լինել ու կարողանանք դա մենք շատ շնորհակալ կլինենք դրանից։ Դե անկախ ամեն ինչից յուրաքանչյուր պարտն է, որովհետև յուրաքանչյուրիս համար են տղաները հայտնվում։ Նայեք, հիմա ես էլ վիրավորվածություն ունեմ։ Ինձն էլ գրատն է խփել։ Ընդ։ Խոսքը այս պատերազմի մասին։ Առաջի պատերազմի մասին է։ Լավ թղթերը ունեմ, ամեն ինչ ունեմ, բայց ես էլի փաստ եմ ասում, ես չեմ բողոքում։ Կարում եմ ինչ որտեղ աշխատեմ ես։ Բայց դե երեխեն այս բանին աշխատանք ունեք։ Այս բանին հələ որ չէ։ Իմը ձեռից է խփած։ Ստեյից խփել է, ստեյից էլ է։ Ես առողջություն եմ մաղթում, ուժեղություն, որովհետև ամենադժվար պահերը արդեն անցյալում են, անկախ ամեն ինչից։ Ամեն անցյալում է արդեն։ Եվ եթե տղան կարողացել է, դուք բոլորդ կարողացել եք այդ դժվար վիճակը հաղթահարել ու հայտնվել այս վիճակում, որը անհամեմատելի լավ իրավիճակ է, ուրեմն մնացածն էլ ուժ կգտնեք կհաղթահարեք։ Չէ, ուժ կգտնենք, այնեն չի, որ մենք ոնց որ ասած հայազգը թուլամորճ չի։ Հայազգը հզոր ազգ է։ Պրոստը հայազգին պետք է մի քիչ տիրություն անեն։ Ես դեպի մի բան ասեմ։ Ես նկատել եմ հենց պատերազմը այլում տարբեր տեղից հայազգը մասնակցում է։ Համախմբվում է։ Հզոր ազգ է։ Ու պետք է դավաճաններ չեն մեր մեջ։ Դա միշտ է եղել մեր ազգի մեջ։ Նաև բացական կողմերը եթե քննարկենք, դա էլ թող բացական կողմից մեկը համարվի, միշտ է եղել։ Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ դեռ դավաճանել են նույնիսկ մեր թագավորներին։ Ես մի բան էլ դեզի կարամ ասեմ, մեր այն լավ խավի այն մասնակից տղեկը որ կան, մի հոգին կկրվի 50 հոգի դեմ։ Ես համբերություն եմ մաղթում, կայտակրում ենք հասկանանք այն համար ինչ կարող ենք անել։ Անկախ ամեն ինչից Կարեն ջան, ինչ որ բան ստացվի շատ ուրախ կլինենք իհարկե, եթե չէ դու արդեն բախտավոր ես։ Դու արդեն պետք է ուրախ լինես, որ ունես հնարավորություն ես այստեղ նստելու, իսկ հավանականությունը այնտեղից հետո այստեղ լինելու դու գիտես ինչքան քիչ է։ Այո։ Այնպես որ ուժեղ ես լինում ցանկացած դեպքում եւ պետք է ուրախանանք քո կյանքի նվաճումներով ու հաղթանակներով, լավ, պայմանավորվեցինք։ Ես մի բան էլ ասեմ, 91 թվին ստեյից մենակ ես եմ գնացել Ղարաբաղ, այս տարածքից։ Վիրավոր եկել եմ, տղս էլ 90 այս պատերազմին գնաց մենակ ինքը վիրավոր եկավ։ 3 ամիս էր մնացել որ գարտուն։ Շնորհակալ ենք ձեզ նաև, որ նման որդեք դաստիարակել։ Հարգելի հետևորդներ, դուք Արգոն բլոգի YouTube-յան ալիքում եք եւ դիտում եք ցելի դարձած մեր հերոստայր հաղորդաշարը։ Մենք հյուրընկալվել ենք Երիցյան Կարենի բնակարան, ով ծանր վիրավորում է ստացել, աչքը չի տեսնում տղայի։ Լսեցինք տղայի պատերազմի պատմությունը եւ փորձեցինք պարզապես ինչ-որ բան օգտակար լինել եւ կփորձենք շարունակական դարձնել եւ հասկանալ թե ել ինչ կարող ենք անել Կարենի համար։ Եթե կարիք կլինի միջնորդության եւ իրական հնարավորություն կլինի ինչ-որ բան անել դրսում, կփորձենք նաեւ դա կազմակերպել։ Իսկ դուք լայքեք տեսանյութը, որպեսզի մեր հերոսների մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ այս տարբերակով տեսանյութը ավելի մեծ տարածում գտնի։ Ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր թողարկումներ մեր հերոսների մասին դիտեք առաջինը։
Մեկնաբանությունները ողողեք դրական խոսքերով մեր տղաներին, որովհետև զինվորները կարդում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Ինձ էս է Տարգամոսյաններ, կհանդիպենք հաջորդ հարմարիթի դեպքում, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին, խաղաղություն եմ աղթում բոլորիս։ Հերոս տղերքը մեր, ելանված ուղի մեր, սովել չկա տղեք, կրվի ժամի